Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Որ հիվանդությունները այլևս հիմք չեն լինի ծառայությունից ազատվելու համար, կառավարությունը վերանայել է ցանկը։ Առողջության ապահովագրության փաթեթի ցանկն ընդունվեց, Փաշինյանը հորդորել է չգրոհել հիմնարկները։ Դիանա Գասպարյանին մեղադրում են փողերի լվացման և կեղծ գործարքի համար, ով է նա ու ինչ ճանապարհ է անցել։ Զելենսկին Սուրբ Ծննդի առթիվ բարեմաղթանք է հղել, ում մահն է ուզում Ուկրաինայի ղեկավարը։ Եվ այսպես կառավարությունը փոփոխություն է կատարել հողային օրենսգրքում։ Այսուհետ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին պետության կամ համայնքների հողատարածքներ անհատույց սեփականության իրավունքով չեն տրամադրվի։ Մինչ այժմ օրենսգիրքը թույլ է տալիս նման հողերը փոխանցել հայաստանյան առաքելական եկեղեցուն, եկեղեցիների եւ հարակից կառույցների կառուցման ու սպասարկման համար։ Նոր նախագիծը հրաժարվում է այդ մոտեցումից։ Կառավարության հնարավորությամբ դրա հիմնավորմամբ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ օրենսգրքում արդեն գործում է այլ մեխանիզմ։ Պետությունը կամ համայնքները կարող են հողը առանց մրցույթի տրամադրել մշտական անհայտույց օգտագործման իրավունքով, առանց այն սեփականություն դարձնելու։ Սա ըստ կառավարության բավարար է եկեղեցու կարիքները ապահովելու համար։ Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել նաև Շողակաթ հեռուստաընկերության լուծարմանը։ Ըստ որոշման Շողակաթը հունվարի 1-ից չի գործի։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ի տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքն է։ Այդ օրենքով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել, հասցնելով 2-ի, միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Թեմային անդրադարձել էինք, երբ օրենքը ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ինչպես են արձագանքել Շողակաթ ընկերությունում և ինչն է դարձել փակման պատճառը և ինչ խնդիր է լուծում կամ առաջացնում այս որոշումը, դիտենք ռեպորտաժը։ Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունում համոզված են, Շողակաթ հեռուստաընկերությունը փակելու նախաձեռնությունը սահմանափակում է պետության պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։ Օրենսդրական ճանապարհով փաստացի սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշակութային և կրթական իրավունքները։ Կրթամշակութային բովանդակությամբ հանրային հեռարձակում ունենալու անհրաժեշտությունը գիտակցված մշակված խնդիր է քաղաքակիրթ ժողովրդավար աշխարհում, հանրային հեռարձակողի ինստիտուտի հայեցակարգի հիմքում մշակութային արժեքի իմաստալի տեղեկատվության փոխանցումն է։ Շողակաթը հանրային եթերում օրական 14 ժամ հաղորդում է ապահովում կրթական, մշակութային և մանկական ծրագրերով։ Երգչուհի Լիլիթ Բլեյանն անհանգստացած է ազգային ժողովի որոշումից։ Ասում է, ՔՊ-ն որոշել է հանրային միջոցներն ուղղել առաջնորդի Նիկոլ Փաշինյանի փառաբանմանը, ոչ թե մշակութային ծրագրերին։ Սա հերթական քայլն է եկեղեցուն և ազգային արժեքներին հեռացնելու ուղղությամբ։ Բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Դուք ուզում եք եկեղեցուն հերթական հարվածը հասցնել եւ գտել եք այնպիսի մի օղակ Շողակաթ հեռուստաընկերությունը, որը ամբողջությամբ որի հեռարձակումը գոնե կախված է պետական հանձնաժողովի որոշումից։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էլ նախաձեռնությունը համարում են ոչ թե ֆինանսական, այլ արժեքային հարված, հիշեցնելով, որ Շողակաթը տարիներ շարունակ եղել է հանրային կրթամշակութային դաշտի անբաժան մասնիկը։ Բնականաբար սա հակաեկեցական այս արշավի շրջանակներում եւ այդ տրամաբանության մեջ է։ Շողակաթը ոչ միայն հոգևոր բարոյական առաքելություն ունի, ինքը մշակութային իր առաքելությամբ նաև շատ կարևոր է եւ սերունդների դաստիարակության առումով եւ նաեւ հասարակության սիրո, համերաշխության մթնոլորտի հաստատումով։ Շողակաթ հեռուստաընկերության հիմնադիրը Մայրաթորն է։ Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության տնօրենն անհանգստացած է, ինչպես են շարունակելու ալիքի գործունեությունն առանց այդ գործակցության։ Մենք վստահաբար առանց այդ համագործակցության միայն պետության տրամադրած ֆինանսական խիստ ճուշկալ միջոցներով գործունեություն շարունակել չենք կարող։ Կարծում եմ խոհեմությունը եւ հանրային շահի սպասարկման բարձր գիտակցությունը վճռորոշ կլինեն հետագա գործողություններում։
Եթե նախագիծն ընդունվի, հանրային եթերը կզրկվի մի ալիքից, որը տարիներ շարունակ ձևավորել է հոգևոր եւ կրթական մտածողություն։ Դեռ հոկտեմբերի 2-ին կառավարությունը հավանություն էր տվել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, ըստ որի կրճատվելու է հանրային հեռարձակողների թիվը։ Նախագծի հեղինակներն էին պատգամավորներ Սիսակ Գաբրելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Գործող օրենքով հանրային հեռարձակողները 3-ն են՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Հայաստանի հանրային ռադիոընկերությունը եւ հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունը։ Շողակաթի հաղորդումները 2011 թվականից են հեռարձակվում հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության եթերացանկում։ Շողակաթ ծրագրի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին քաղաքացիական պայմանագրի պատգամավորները սկսեցին խոսել դեռ 2024 թվականից Փաշինյանի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի պայքարի մեկնարկից սկսած։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Կառավարությունը նաև նոր ծրագիր է մշակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ 2026 թվականի հուլիսի 1-ից այն արցախցի ընտանիքները, որոնք ունեն մինչև 3 անդամ եւ որոնց կազմում կա 60-ից բարձր տարիքի կամ ծանր հաշմանդամություն ունեցող անձ, հնարավորություն կստանան ընդգրկվել պետության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, եթե չեն կարողանում օգտվել բնակարանային հավաստագրից։ Ամենաբարձր թվով գումարով հավաստագիրը չեն կարողանալու իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որտեղ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով։ Փոփոխություններ են կատարվել նաև զինվորական պիտանելիության ցուցակում։ Այսուհետ բուժում չպահանջող եւ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող խնդիրները չեն կարող հիմք հանդիսանալ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Պաշտպանության նախարարության խոսքով փոփոխությունների նպատակն է բացառել այն դեպքերը, երբ առողջությանը լուրջ վտանգ չներկայացնող կամ բուժում չպահանջող խնդիրների պատճառով քաղաքացիները ազատվում էին զինվորական ծառայությունից կամ ստանում էին տարեկետում։ Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստին հորդորել է հունվարի 1-ից, երբ կիրառության մեջ դրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը, չգրոհել բժշկական կենտրոններ։ Կառավարությունը այսօր ընդունել է առողջության ապահովագրության փաթեթի ցանկը։ Սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի։ Իսկ կառավարության նիստից հետո Փաշինյանն անդրադարձել է իր խոստումներին, հետո հույսեր հայտնել, թե Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի։ Առանձնացրել ենք Փաշինյանի տարեվերջյան ճեպազրույցի առանցքային կետերը։ Մենք կունենանք կապսի ջրամբարը։ Պարզապես կապալառու գործընկերն իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել եւ նրա հետ պայմանագիրը խզվել է։ Կփնտրենք նոր գործընկեր։ Ես հույս ունեմ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա։ Հույս ունեմ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի։ Իրանի հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են եւ մենք այո ցանկություն ունենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Արդեն հասունացել է պահը, որ պետք է սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ քայլեր տեղի ունենան Թուրքիայի հետ։ Ալիևին այո շնորհակալություն եմ հայտնում, որովհետև 3 կարևոր արգելք է հանվել՝ ցորենի ներգրման արգելքի վերացում, սկզբում Ղազախստանից, հետո Ռուսաստանից, հետո արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղու անցման սահմանափակում չկա։ Երրորդն Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին։ Շատ կարևոր է դա գնահատելը։ Հույս ունենք Ռուսաստանի Դաշնության գործընկերները երկաթուղու վերակառուցման հետ կապված աշխատանքները հնարավորինս արագ կիրականացնեն։ Այդ հատվածները ռուսական կոնցենսիայի ներքո են, եթե պարզվի Ռուսաստանի Դաշնությունը պատշաճ ժամանակում այդ աշխատանքն իրականացնելու հետ կապված որևէ խնդիր ունի, առաջարկել է մեր պատրաստակամությունը, որ Հայաստանի կառավարությունը կարող է այդ հատվածները ետ վերցնել կոնցենսիայից ու պետբյուջեի միջոցներով այդ վերականգնումները կիրականացնենք։ Այս կիրակի պատարագի կմասնակցեմ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Բաքվում պահվող հայ պատանդ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։ Նա հայտնել է, որ հայկական կողմը հավաքում և փոխանցում է տեղեկություններ, սակայն հրապարակային նոր տվյալներ այս պահին չկան։ Հայտնի է, որ դեկտեմբերի 22-ին Խաչատրյանի մոտ շնչառական խնդիրներ և սրտի շրջանում ցավեր են եղել, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ով է Վագիվ Խաչատրյանը և ինչպես է հայտնվել Բաքվում, Կարմիր խաչի մեքենայից Բաքվի բանդ ռեպորտաժում։ Վագիվ Խաչատրյանն իր 70-ամյակը նշեց Բաքվի բանտում։ Հոր տարեդարձի օրը Վերա Խաչատրյանը գրառումով էր շնորհավորել։ Այսօր հորս 70-ամյակն է, և մենք խելագարվում ենք մեր անզորությունից, չկարողանալով պարզապես զանգահարել ու ասել. «Պապ, սիրում ենք քեզ, ծնունդդ շնորհավոր, ների՛ր մեզ, մեր բարի, ուժեղ հայր, ոչ մի սահման չի կարող մեզ բաժանել, դու տուն կգաս, մենք հավատում ենք, դու խոստացել ես»։ Որևէ կառույց չունի հարցի պատասխանը, Վագիվ Խաչատրյանը տուն կվերադառնա։ Նրա մասին վերջին լուրը ադրբեջանական լրատվամիջոցներն են փոխանցում։ Մեր հայրենակցի վիճակը ծանր է։ Նրա ինքնազգացողությունը դեկտեմբերի 22-ին վատացել է, ունեցել է շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր, տեղափոխել են հիվանդանոց, որտեղից ըստ ադրբեջանական մամուլի տեղեկացրել են, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ 2023-ի հուլիսն էր, 68-ամյա Վագիվ Խաչատրյանը Ստեփանակերտից Կարմիր խաչի մեքենայով տեղափոխվում էր Երևան հրատապ բուժման, սրտի շտապ վիրահատության նպատակով։ Հակարիի անցակետում ադրբեջանցիները կանգնեցրին Կարմիր խաչի մեքենան և գերեվարեցին նրան։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օրեր անց հայտարարություն տարածեց Վագիվ Խաչատրյանին մեղադրելով, թե իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հանցավոր խմբի անդամ է եղել։ Հանցագործությունն էլ իբր տեղի է ունեցել ադրբեջանական Մեշալի գյուղում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում փաստերով հերքեց Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել։ Վերա Խաչատրյանը, Վագիվ Խաչատրյանի դուստրը, ՄԱԿ-ի ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակների դիմաց երկարուծիկ շաբաթներ պայքարեց հորը գերությունից ազատելու համար։ Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ։ Սա միայն իմ ցավը չէ։ Վագիվ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում։ 2023 թվականի նոյեմբերին Վագիվ Խաչատրյանը Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտվեց։ Ամիսներ անց տեղափոխվեց գաղութ պահման խիստ ռեժիմով։ Ընտանիքի անդամներին զանգահարելու հնարավորություն նրան տրվում է ամիսը 1 անգամ, մի քանի րոպեով։ Կարող էր պատերազմ սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սարսափելի հետևանքներով։ Տարին ամփոփելով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, վստահեցնելով, որ Միացյալ Նահանգներն է կանխել այդ հակամարտությունը։ Հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, բայց այն վերջնական ստորագրելու համար Բաքուն պահանջում է Երևանից փոխել սահմանադրությունը։ Վաշինգտոնյան համաձայնություններով ստեղծվեց նաև TRIP ուղի նախագիծը։ Իսկ TRIP-ի շինարարությունը կսկսվի հաջորդ տարի։ Սպուտնիկ Արմենիային Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ նախագծի իրավական շրջանակի և կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ TRIP Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել է նախարարությունը։ Կոռուպցիա, փողերի լվացում, կեղծ գործարքներ, իշխանություն զավթելու փորձ։ Իրավապահ համակարգը տարին փակում է նոր բացահայտումներով և որոշումներով։ Հանրության ուշադրության կենտրոնում է դարձյալ հայտնվել Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ Գասպարյանը 2018 թվականից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելով իր հետ կապ ունեցող անձանց միջոցով օգտագործել է պաշտոնական լիազորությունները, վնաս հասցնելով պետական և ծառայողական շահերին։ Ըստ կոմիտեի նա նաև մասնակցել է առանձնապես խոշոր չափի փողերի լվացման գործարքին։
Վաղաշաբաթ համայնքի նախկին ղեկավարին, իր հետ փոխկապակցված անձանց, այդ թվում ամուսնուն եւ վերջինիս հորը, մեղադրանք է առաջադրել։ Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաեւ առանձնապես խոշոր չափի գույքը չհայտարարագրելու համար։ Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրականի եզրակացությամբ հանձնել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Իսկ ով է Դիանա Գասպարյանը եւ ինչ ճանապարհ է անցել, մանրամասները դիտենք ռեպորտաժում։ Հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշից սկանդալների առանցքում գտնվող համայնքապետ Դիանա Գրիգորյան ծնվել է 1988 թվականին Էջմիածնում, սովորել է Երևանի պետական համալսարանում, մասնագիտությամբ իրավաբան է։ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել է Էջմիածնի քաղաքապետ, դառնալով Հայաստանի նորանկախ պատմության առաջին կին քաղաքապետը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Քաղաքապետ ընտրվելու պահից Գասպարյանը Էջմիածնում հանդես եկավ որպես հակակոռուպցիոն պայքարի խորհրդանիշ, մասնավորապես նախկին գեներալ Մանվել Գրիգորյանի եւ նրա շրջապատի ազդեցության դեմ։ Նա նախաձեռնել է Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, պահանջել փակել քաղաքապետարանի հարակից տարածքում գործող սրճարաններից մեկը, որը ըստ նրա պատկանում էր Գրիգորյանի ընտանիքին։ Այս քայլերը դարձան հանրային քննարկման եւ դատական գործընթացների պատճառ։ Նախկին բարքերը բնականաբար չկան, այսինքն արտոնյալներ քաղաքում չկան։ Սակայն տարիների ընթացքում հենց Դիանա Գասպարյանը հայտնվեց սկանդալների առանցքում։ 2018-ին համացանցում տարածվեց ձայնագրություն, որտեղ Գասպարյանի հայրը սպառնում էր մարտի 1-ի գործի համար ազատազրկված Գևորգ Մանուկյանին վերջինիս գրառումների պատճառով։ Սա լուրջ հանրային քննադատությունների պատճառ դարձավ։ Դիանա Գասպարյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ 2020-ին հրապարակվեց նրա հեռախոսազրույցը նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա։ Ձյան, ես խնդրում եմ հանգիստ ցավոտ տանեմ։ Հիմա հանգստացի, որևէ բան չգրես։ Որևէ բան հիմա չգրես։ Մնացածը հետո։ Նրան բան գրել տան, քեզ մունջանենք, ինչ անենք, լսպասի էլի։ Մի հատ բան ասեմ, ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում, բայց հիմա հասկանում եմ, որ բանում պետության ինքը պետք է գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս ապստանովկեն ռազրիզից լինի, թե չէ սենց չի լինի, իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց, ինքը մոռանում է, որ ստեղ արժեք ունեցող, սկզբունք ունեցող մարդիկ են, չի կարելի այդքան վրեքներով անցնել ամեն անգամ սեփական էմոցիաները չտիրապետելու պատճառով։ 2025 թվականի սկզբին բացահայտվեց, որ Էջմիածնի համայնքապետարանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Գասպարյանի սկեսրայր Աշոտ Միրզոյանի հետ գազի մատակարարման նպատակով։ Չնայած պայմանագիրը կնքվել է, բայց մրցույթով հանրային ծառայության մասին օրենքով նման վիճակներում պարտադիր է շահերի բախման մասին հայտարարություն ներկայացնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը չէր արվել։ Վարչական վարույթն սկսվեց, իսկ Գասպարյանը դատարանում վիճարկեց որոշումը։ Իսկ արդեն 2025-ի մայիսին Դիանա Գասպարյանը հայտարարեց, որ վայր է դնում մանդատն ու հրաժարական է ներկայացնում համայնքապետի պաշտոնից։ Այս 7 տարիների ընթացքում ամենամեծ կորուստս եղել է ժամանակը, որ կարող էի տրամադրել ընտանիքիս ու հարազատներիս, բայց զբաղվածության բերումով տրամադրել եմ աշխատանքին։ Կարծում եմ եկել է պահը, երբ պետք է ընտրություն կատարեմ իմ ամբողջ ժամանակն ու ներուժը նորաստեղծ ընտանիքիս ու մանկահասակ երեխայիս տրամադրելու եւ համայնքի ղեկավարի ծանր պարտականությունները կատարելու միջև։ Դիանա Գասպարյանն ամուսնացած է, ունի 1 երեխա։ Գարի Մութաֆյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հակոբյանին։ Հակոբյանի որդին Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է, որ որպես պատիժ սահմանվել է տուգանք 2.700.000 դրամ։ Վճիռը կբողոքարկեն, բայց Հակոբյանը կմնա ազատության մեջ։ Հիշեցնեմ, որ նախկին падգամավորին մեղադրում են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի համար։
Թուրքիայի մերձիշխանական հյուրիետ թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հոդված է հրապարակել նախագահ Էրդողանին հաջորդելիք ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հեղինակը պնդում է, որ Էրդողանից հետո նրան փոխարինող չկա, բայց այդուամենայնիվ նա նշել է 4 անձի անուն։ Ով կփոխարինի Էրդողանին եւ պատրաստվում է արդյոք Թուրքիայի նախագահը հեռանալ քաղաքականությունից, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Հական Ֆիդան թե Բիլալ Էրդողան, ով կլինի Թուրքիայի հաջորդ ղեկավարը։ Օսմանյան կայսրության իշխանությունը ժառանգաբար փոխանցելու քաղաքականությունն է որդեգրել Էրդողանը, որը կարծես հեռանում է Թուրքիայի ղեկավարի պաշտոնից։ Երկրում քննարկվում է Էրդողանին փոխարինողի անունը, թեկնածուները 4-ն են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ Էրդողանի կրտսեր որդին Բիլալ Էրդողանը գլխավորում են ցուցակը։ Մյուս երկու թեկնածուներն են Էրդողանի փեսա Սելջուկ Բայրակթարօղլուն եւ ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալանը։ Եթե ֆիքսենք, որ որևէ տեղաշարժ չկա եւ դեռևս Հական Ֆիդանի մասով որևէ պաշտոնական հայտարարություն չկա, ապա Հական Ֆիդանը մնում է ամենահավանական տեխնացուն։ Թուրքական հուրիետ թերթի մերձիշխանական վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին հրապարակել է հոդված, որը լույս է սփռում հետ էրդողանական Թուրքիայի վրա, ով կստանձնի երկրի ղեկն Էրդողանից հետո, ներքաղաքական ինչ կրքեր կզարգանան։ Թուրքիայում այսօր ստեղծված իրավիճակը դեռ 1 տարի առաջ ABC մեդիայի եթերում քաղաքագիտության տեխնացու Աբրահամ Գասպարյանն է կանխատեսել։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիրը մանրամասն ներկայացրել էր այն, ինչ այսօր արդեն իրականություն է։ Էրդողանին հաջորդող իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցություն 3 տեխնացու կա, որոնք հենց Էրդողանի տեխնացուներն են, այսինքն իր սիրելի տեխնացուներն են։ Սա իհարկե եթե նա չվերանտրվի կամ չառաջադրվի։ Այսինքն խնդիրը դրված, որ ինքը պիտի առաջադրվի 2027 թվականի առաջաձգված կամ վաղաժամ նախագահական ընտրությունում։ Իսկ եթե չլինի, ապա նա ունի 3 տեխնացու։ Արտգործնախարար Հական Ֆիդանը, որը երկար տարիներ մասնագիտորեն ծնվել, թրծվել է ազգային հետախուզական ծառայություն միթում։ Երկրորդ տեխնացուն Էրդողանի որդին է, կրտսերը Բիլալ Էրդողանը, եւ երրորդը Բայրակտարի հիմնադիր Սելջուկ Բայրակտարը, կան նաև այլ տեխնացուներ, մասնավորապես Իբրահիմ Քալանը։ Ըստ հայ վերլուծաբանների Էրդողանն այս փոփոխությանը վաղուց է պատրաստվում։ Առաջին քայլն իր քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուի ձերբակալությունն էր։ Էրդողանն ամեն բան անում է քաղաքական դաշտն ամայացնելու եւ բացառապես իր հավատարիմներին թողնելու համար։ Սա միայն այս process-ը ինչ որ ընթանում է Թուրքիայում, ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալության հարց չէ։ Այլ Թուրքիայի ներքին քաղաքական վերադասավորումների, միջազգային խաղացողների շահերի եւ Էրդողանի երկարաժամկետ ծրագրերի դրսևորում, այսինքն Թուրքիայի ներքին քաղաքականության, ռեգիոնալ եւ գլոբալ քաղաքական դերակատարների, ինչպես նաեւ Էրդողանի երրորդ ժամկետի համար նախագահ ընտրվելու հարցը։ Իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը թուրքական Միլի Մեջլիսում այս պահին մեծամասնություն է գործգայլերի միջոցով։ Նրանք կոալիցիա են կազմել։ Հաջորդ ընտրությունում Էրդողանը շարունակելու է հույս դնել այս ուժի վրա։ 2028 թվականին Թուրքիայում նախագահական ընտրություն է նախատեսված։ Ըստ այդ երկրի սահմանադրության Էրդողանն առաջադրվել չի կարողանա, եթե իհարկե Թուրքիայի ղեկավարը մինչ այդ չփոխի երկրի մայրօրենքը։ Թուրքիան փորձում են հաճախ թաքցնել, բայց ժամանակ առ ժամանակ խոսակցությունները ակտիվանում են, որ Էրդողանը բավականին ծանր առողջական վիճակ ունի եւ երրորդ անգամ նախագահ ընտրվելու հնարավորություն մեծ հավանականությամբ չի ունենա։ Բացի այդ հաշվի առնենք իր տարիքը եւ փոփոխվող աշխարհակարգը, որտեղ բավականին լուրջ այսպես անձնական, ֆիզիկական ներգրավվածություն է անհրաժեշտ։ Քաղաքագետները հավանական են համարում Հական Ֆիդանի տեխնացությունը, նա որպես քաղաքական գործիչ ուժեղ է, պինդ է նաև կամքով ու հավատարիմ է գործող նախագահին։ Հարցը լուծվելու է ոչ թե ժառանգական տրամաբանությամբ, այլ թերևս հենց քաղաքական մասնագիտական։ Իսկ այդտեղ Անշուշտ Ֆիդանը ունի առավելություն, մենք տեսնում ենք, որ այս գործիչը տարիներ շարունակ այդպես շատ կայուն տեմպերով շարժվել է դեպի թուրքական իշխանության բարձր դիրքեր, առանցքային պաշտոններ են զբաղեցնել, հենց Էրդողանի իշխանության առանցքային դեմքերից մեկն է եղել, իսկ այսպիսի հարցերը լուծվում են ամենևին ոչ միայն հասարակական արձագանքների տեսանկյունից, այլ նաև հենց իշխանության ներսում ընկալումների, ուժերի հարաբերակցության եւ այլն։ Մյուս կողմից Էրդողանին հեշտ չի լինելու պահել իշխանությունը, երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամին գումարվում են քրդական ուժերի սպառնալիքները։
է։ Ընդդիմությունը առնվազն այսպես 50%-ի եզրագծին է եղել միշտ։ Եվ այդ տեսանկյունից, եթե դիտարկենք արդեն ընդդիմության շանսերի հարցը, ապա անշուշտ սա կախված է մի կողմից իհարկե թե Էրդողանի ժառանգորդի հարցը ինչպես կլուծվի, եւ ընդհանրապես իշխանությունը ինչպես կներկայանա որևէ համապետական ընտրության, մյուս կողմից իհարկե թե ընդդիմությունն ինքը ինչպես կաշխատի, այսինքն շանսերի առումով ոչ միայն տեսական, այսպես դիտարկում կարող ենք անել, որ ունի, այլ մենք տեսել ենք, որ Թուրքիայում վերջին առանցքային բոլոր ընտրություններում ընդդիմությունը նույնիսկ հաջողություն է ունեցել, եթե տեղական ընտրությունները դիտարկենք։ Կարևոր է նաև արտաքին աջակցությունը, մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Էրդողանն ըստ քաղաքագետների չունի Թրամփի աջակցությունը, Ռուսաստանն էլ իր հերթին չի մարսել Սիրիայում թուրքական հաղթանակը։ Հաջորդ ընտրական ցիկլը Թուրքիայի լինելու է թերևս միջազգային էլի էապես տարբեր իրավիճակում։ Հետևաբար շատ գործոններից է պայմանավորված լինելու նույն թուրքական ընտրության հանդեպ թե Ռուսաստանի թե Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ ավելին հակված է մտածել, որ այս հարցերում կարող է ավելի մեծացած լինել նաև Չինաստանի դիրքորոշումը, որտեղ մենք տեսնում ենք, որ Չինաստանը փորձում է իր ազդեցությունը ավելացնել Մերձավոր Արևելքում։ Ինչու է իշխանական պարբերականը հիմա խոսում հավանական տեխնատուների մասին։ Թուրքիայի քաղաքական դաշտից հեռանում է Էրդողանը, թե հեռանալու իմիտացիա է ստեղծում իշխանությունը պահելու համար։ Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանի իշխանությունը ձեռնտու է թե Արևելքին, թե Արևմուտքին։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Ուկրաինացիները վաղուց հավատում են, որ Սուրբ Ծննդյան նախօրեին երկինքը բացվում է եւ եթե դուք նրանց պատմեք ձեր երազանքի մասին, այն անպայման կիրականանա։ Զելենսկիի Սուրբ Ծննդի առթիվ բարեմաղթանքներ է հղել ու շեշտել, որ այսօր ուկրաինացիներն ունեն մեկ երազանք, որպեսզի նա մահանա։ Իսկ նան ըստ լրատվամիջոցների Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն է։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Բաքուն սպասում է անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգության հետաքննության ավարտին եւ ակնկալում է արագ փոխհատուցում ու մեղավորների պատիժ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը։ Խոսքը ադրբեջանական օդանավի ոչնչացման մասին է, որը ըստ Բաքվի իրականացրել է ռուսական ՀՕՊ-ը եւ դարձել տասնյակ մարդկանց մահվան պատճառ։ Մուստաֆայևի խոսքով երկկողմ հարաբերություններում առանցքային հարցը հենց այդ դեպքի շուրջ բոլոր խնդիրների արագ ու արդարացի լուծումն է։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիևը խոսել են հեռախոսով։ Քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Զրույցին մասնակցել է նաեւ Ալիևի կինը, Մեհրիբան Ալիևան։ Յակուտիայում -56 աստիճան Ցելսիուս է։ Սա երկրի վրա դեռևս գրանցված ամենացածր ջերմաստիճանն է։ Ուկրաինան պետք է նախագահական ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ, Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հրապարակվել են Ուկրաինայում խաղաղության հաստատման ծրագրի 20 կետերը։ Ուկրաինայի ինքնիշխանությունը կվերահաստատվի, Ուկրաինան կստանա հզոր անվտանգային երաշխիքներ։ Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի թիվը կմնա 800,000, Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ եւ Ուկրաինան նաեւ կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։ Սրանք ամենակարևոր նախապայմաններն են խաղաղության պայմանագրի համար, հայտարարել է Զելենսկին։ Սուրբ Ծննդյան նախօրեին Սպիտակ տունը թողարկել է արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ, որտեղ Թրամփը ուղիղ եթերում կարդում է իրենց ձևակերպմամբ չարաճճի ներգաղթյալների անունները։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է այն վայրը, որտեղ կառուցվում է 8700 տոննա քաշով միջուկային սուզանավ, որը տեղափոխում է կառավարվող ռազմավարական հրթիռներ։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։